Հարցին Ավանեսյան, քանի որ դուք նաև ակտիվ կուսակցության նիստերին եք մասնակցում, Նիկոլ Փաշինյանի հետ դիմը մարզել նրա հետ ակտիվ այսպես շրջում եք, այլ հետաքրքիր Այդ որտեղ եմ ակտիվ շրջել։ Բավականին ակտիվ ԿՊ-ի նիստերին մասնակցում։ Այո, իհարկե։ Գյումրի եք մարզել եք գնում, օրինակ հետաքրքիր որպես կուսակցական հարցը դուրս առողջապահության բնույթից։ Մենակ ինչպես եք վերաբերվում, երբ որ ազգային ժողովի նիստերի ժամանակ հրապարակար Նիկոլ Փաշինյանը ոչ կոռեկտ իհարկե չեմ ցանկանա կրկնել դիմադիրներին վիրավորում, հայտնվում, բղավում է, դա ձեզ համար օրինակ որպես թիմի անդամ, դա ոչ եք համարում։ Շատ հետաքրքիր է, որ դուք տենց հարցը շատ այսպես բան եք հստակ եք տալիս եւ օրինակ չեք տալիս ընդհանուր առմամբ ինչպես եք վերաբերվում սուր արտահայտումներին կամ հայհոյանքներին, ընդհանուր կամ բռնությանը։ Տեսեք, ընդհանուր առմամբ դե պատասխանեմ։ Ընդհանուր առմամբ ես հայհոյանքներին շատ վատ եմ վերաբերվում, բռնությանը շատ վատ եմ վերաբերվում եւ կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում պետք է հնարավորինս ուրեմն մնանք հայհոյանքից եւ բռնությունից դուրս, այսքանը։ Տիկին Ավանեսյան ներողություն, այդ ձեր ողերին բարեկամ իսկի հեռավոր բարեկամ Արսեն Թորոսյանն երեք հայհոյում էր ամբիոնից, որտեղ շատ պատկերավոր էր հայհոյում։ Այդ դու դրան ոնց եք վերաբերվում։ Ես արդեն ասացի, ես ցանկացած հայհոյանքին վատ եմ վերաբերում։ Նիստերի ժամանակ էլ են Ես հրապարակավ դա ասեցի։ Կասեք օրինակ Արսեն Թորոսյան, որ մի հայերի արգելի գործ։ Ես որևէ մեկին դաստիարակելու բան չունեմ եւ ես նորից կրկնում եմ եւ արդեն հրապարակային ասեցի, ցանկացած տիպի հայհոյանքին ես վատ եմ վերաբերվում։ ԿՊ-ի փակ նիստերի ժամանակ էլ են նման հայհոյանքներ, Թույլ տվեք ուղղակի չանդրադառնալ ձեր հարցին, որովհետեւ նման հարց անտեղիներ ոչ։ Պատասխանեցի։ Աշխատանքից ազատել եք Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին, ով դատարանով վերականգնեց աշխատանքը, սակայն հիմա նա տնօրեն է։ Դատարանով հաղթեց եւ չվերականգնվեց աշխատանքի։ Որքան գումար եք վճարել հարկադիր պարագայում։ Ուրեմն եթե դատարանով հաղթեր, ուրեմն եւ ըստ ձեր մեկնաբանությամբ նշանակման պարտադիրություն լիներ եւ դատարանը վերջնականապես դա հաստատեր, մենք չէինք կարող դատարան։ Դուք այդ կառույցը Թոքաբանության ազգային կենտրոնում միացրել եք մեկ այլ կառույցի։ Չենք միացրել։ Որպես իրավահաջող նա չէր կարող։ Մենք որևէ բան դեռ որևէ բանի չենք միացրել։ Հարցում արեք կպատասխանեն ձեզ։ Չէ, օրինակ դուք մեղավորություն չեք զգում, որ ձեր պատճառով պետությունը այդքան միլիոններ է վճարում։ Դատեր եք պարտություն։ Գիտեք, ընդհանուր առմամբ դատարանները Հայաստանում գնում են դեպի անկախացման եւ ես որևէ տնտեսվարող կամ որևէ պետական մարմին չի թելադրում դատարանը ինչ որոշում կայացնի եւ այո լինում են դեպքեր, երբ որ դատարանը կայացնում է որոշում ի օգուտ այն անձի, ով հայց է ներկայացրել կամ պատասխանող է եւ ոչ պետական մարմինն է եւ դա էլ նորմալ գործընթաց է, ընդհանրապես քաղաքակիրթ երկրներում էլ պետական մարմինները պարտվում են եւ դա է երաշխիքը ժողովրդավար իրավական օրենքի գերակայություն ունեցող երկիր լինելու համար եւ եթե պարտվում ենք դա իմ պատճառով չէ եւ նորից եմ կրկնում ես ձեր հարցին պատասխանեցի այո ազատել ենք եւ համարում ենք որ ճիշտ ենք ազատել հաջողություն